Երբ որ կոմիտեի նիստում նախագիծը ստացավ դրական եզրակացություն, ես դրա մասին ասել եմ պարոն Քոչարյանին եւ նա շատ ուրախացել է եւ դրական է վերաբերվել դրան։ Դրանից հետո մենք ունեցել ենք կոմիտեի նիստը տեղի ունեցել երկուշաբթի օրը, երեքշաբթի օրը սահմանված կարգով հարցը պետք է ներառվեր հանձնաժողովի նիստի օրակարգում եւ պարոն Քոչարյանի հետ քննարկել ենք եւ պարոն Քոչարյանը ասել է հետեւյալը, որ նախագծին կողմ եմ, կառավարության հետ խոսացել եմ, բոլորը կողմ են եւ նաեւ կառավարությունը տվել է դրական եզրակացություն։ Ես նշել եմ, որ այո, պարոն Քոչարյան, այդպես էլ կանենք, ուրբաթ օրը ուրեմն կդնենք արտահերթ նիստ։ Պարոն Քոչարյանը ասել է հետեւյալը, որ ինքը երկրում չի լինելու եւ առաջարկում է տեղափոխել հուլիսին քննարկելու համար։ Ես նշել եմ, որ նախագիծը մենք մարտից ինտենսիվ քննարկել ենք տարեսկզբին հանձնաժողովում, որպեսզի մինչև ամառային զորակոչ հասցնենք ընդունենք, ես այն բացասական խնդիրները, որ ունենք, մենք դրա դեմը առնենք։ Պարոն Քոչարյանը որ հանձնաժողովում կարաք նշեք։ Հանձնաժողովի անդամները այստեղ են։ Չէ, դուք սխալ կեղծ բաներ եք ասում։ Ո՞ց մի ընդհատեք։ Կեղծ բաներ ես ասում, պարոն Սարգսյան, որ հանձնաժողովի անդամները այստեղ են։ Ինչն են քննարկել։ Ես ինչ ասում եմ, Դուք ինչ ասում եք, մինչև հիմա կեղծիք եք։ Պարոն Քոչարյան, ասեցիմ չընդհատեք։ Ես կհրապարակեմ ձեզ գրած մեյլը եւ նաեւ աշխատանքային քննարկման հրավերները կհրապարակեմ հեսա հաջորդիվ։ Եվ պարոն Քոչարյանը ինձ ասում է հետեւյալը, ես ասում եմ հետեւյալը, որ նախագիծը պետք է քննարկվի, քանի որ մեր քաղաքացիները օրը 5-ից 6 քաղաքացի հրաժարվում է քաղաքացիությունից, զորակոչի թիվը իջել է 30%, մենք պետք է քայլեր ձեռնարկենք արտագաղթի դեմը կանգնացնելու, զորակոչի թիվը բարձրացնելու, ներգաղթ ապահովելու եւ մեր բանակի առաջ ծառացած այս խնդիրները, որով նաեւ վարչապետի հանձնարարականներն են, մենք պետք է կատարենք։ Պարոն Քոչարյանը ինձ ասում է, որ ես Ամերիկայում եմ լինելու, կգանք հուլիսին կընդունենք հանգիստ տեղի սա խոսացրել դրական, ասում է պարոն Քոչարյան ջան, չենք հասցնի, եթե հունիսին քվեարկենք մի ընթերցմամբ, չենք հասցնի մինչև հուլիս ընդունենք։ Պարոն Քոչարյանն ինձ ասում է, դու խնդիր չունես, արտահերթով կանենք։ Ես ասում եմ, որ չեմ ուզում այս նախագիծը արտահերթով գա, քանի հաշվի առնելով նախագծի կարևորությունը։ Առաջին ընթերցումը կանենք այս մայիսին, երկրորդ ընթերցումը դուք Ամերիկայից կգաք, նոր մենք կանենք։ Պարոն Քոչարյանն ինձ ասում է, բա որ չկարողանաս կողմ ձեներ հավաքես, պարոն Գագիկ Մելքոնյանը, բա որ հանկարծ հիվանդանա չկա, նիստը չկանա, ասում եմ դե կփորձենք։ Ցավոք սրտի տենց է լինում է, նիստի օրը պարոն Մելքոնյանը հիվանդանում է հանկարծակի ու նիստը չի կայանում։ Իմ զանգերին պարոն Քոչարյանը չի պատասխանում։ Հետո Ամերիկայից վերադառնալուց հետո խմբակցության նիստում պարոն Քոչարյանը հայտարարում է, որ նախագիծը խնդրահարույց է, ինչը իմ համար անակնկալ է լինում։